Գործք 18:4 և 5 Եվ երբ որ Շիղան և Տիմոթեոսն իջան Մակեդոնիայից, Պողոսը հոգով վառվում էր վկայելով։ Գործք 19:21 Եվ երբ որ այս կատարվեցավ, Պողոսը միտքը դրավ անգլերենում նպատակաուղղվեց հոգով։ Գործք 20:21-ից 23 խոսքերը։ Հիմա ահա ես հոգով կապված գնում եմ Երուսաղեմ և չգիտեմ, թե այնտեղ ինչ պիտի պատահի ինձ, միայն թե Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վկայում է։ Այնպես որ ամեն քաղաքում Սուրբ Հոգին խոսում էր Պողոսի հետ այն բանի մասին, որ կատարվելու էր նրա հետ Երուսաղեմում։ Տեսեք, նրանց միջև շփում կար։ Հռոմեացիներին 9:1-2 խոսքերը ճշմարիտ եմ ասում, Քրիստոսում և սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։ Տեսնում եք այս փոխհարաբերությունները, նայելով այս հաղորդություն բառը Վեբստերի բառարանում դուք կգտնեք մտերիմ փոխհարաբերություններ նշանակությունը։ Սիրելիներս, ես ազնիվ կլինեմ։ Մի քանի ամիս առաջ ես խորն աղոթքի մեջ էի և ասացի. Տեր, եթե ես չեմ կարող ունենալ մտերմություն և շփում քեզ հետ այս երկրի վրա, ապա վերցրու ինձ այստեղից։ Ես ասացի, պարզապես տուն տար ինձ, որովհետև ես չեմ կարողանում ապրել առանց քեզ հետ շփման։ Երբ ես աղոթեցի, դա ծնկներս սկսեցին դողալ։ Ես իրականում ի նկատի ունեի այն, ինչ ասում էի։ Եվ ես մտածեցի, արդյոք սխալ չի այսպես աղոթելը, որ Տեր, եթե չես խոսում ինձ հետ, ուրեմն վերցրու ինձ։ Եվ ես մտորում էի այս բանի շուրջ և մի 2 ժամ անց ես ինքնաթիռի մեջ էի և ես ուղղակի բացեցի իմ Աստվածաշունչը։ Լավ, և աչքերս ընկան Սաղմոս 28:1-ի վրա։ Մի բացեք այն, թույլ տվեք, որ ես կարդամ դա ձեզ համար։ Դավիթն ասում էր. Տեր, դեպի քեզ եմ կանչում իմ վեմ։ Հիմա լսեք. լուռ մի կենար ինձանից։ Լսեք, որ չլինի, թե դու ինձանից լուռ կենաս և ես գերեզմանի մեջ մտնողներին նմանվեմ։ Դավիթն ասաց. Տեր, եթե դու չխոսես ինձ հետ, ես ավելի լավը չեմ լինի, քան այն մեղավորը, որ դժոխք է գնում։ Դավիթը գիտեր և հասկանում էր սա։ Ահա թե ինչու էր նա այդքան ժամանակ ծախսում Աստծո հետ հաղորդակցության մեջ։ Բայց Դավիթը չուներ Սուրբ Հոգուն այնպես, ինչպես մենք։ Հիսուսը չասաց, որ Սուրբ Հոգին կլինի ձեր հետ նոր կտակարանյան հավատացյալներ, այլ նա ասաց, որ Սուրբ Հոգին կլինի ձեր մեջ։ Երբ մարդը փրկվում է, Սուրբ Հոգին գալիս է նրա վրա, որպեսզի կարողություն տա նրան դավանել Հիսուսին որպես Քրիստոս, բայց նա նրանց մեջ չէ, քանի դեռ նրանք մկրտված չեն նրանով։ Ահա թե երբ են նրանք լցվում, և ահա թե ինչ կատարվեց Գործք 2-րդ գլխում, Պենտեկոստեի օրը։ Նրանք բոլորը լցվեցին Սուրբ Հոգով, և ինչ արեցին նրանք Սուրբ Հոգով լցվելով։ Նրանք սկսեցին խոսել երկնային լեզուներով և երկրային լեզուներով, որոնք նրանք չգիտեին, և սկսեցին փառաբանել Աստծուն։ Եվ նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով, ինչպես որ Հոգին էր խոսել տալիս նրանց։ Ամեն։